Գիտեք, Աստծո խոսքը փիլիսոփայություն չի։ Աստծո խոսքը կենդանի խոսք է, որ մեր կյանքի հետ անմիջականորեն կապ ունի։ Սա տեսակետ չի, առաջարկություն չի, սա մեր կյանքն է, որտև Աստված կենդանի Աստված է, վերացական Աստված չի, և ինքը կենդանի է նաև իր խոսքով, իր խոսքն էլ կենդանի է։ Նշանակում է այդ կենդանի խոսքը, մենք էլ կենդանի ենք, չէ՞։ Աստծո խոսքով նաև կենդանի ենք։ Այդ խոսքը պիտի կենդանի լինի և մեր կյանքի հետ կապ ունենա, անմիջականորեն կապ ունենա։ Մենք պիտի կարողանանք մեր հարցերի պատասխաններն ունենանք, մենք պիտի կարողանանք մեր ճանապարհին, ասում է, քո խոսքը Տեր լույս է իմ ճանապարհին, չէ՞։ Եթե մենք չգիտենք ուր գնանք, նշանակում է մեր ճանապարհը խավար է, մենք չենք տեսնում, չէ՞, ճանապարհը։ Աղոթում ենք, այս շաբաթ աղոթում ենք, այո, լինում է մեր կյանքում, երբ մենք չգիտենք ինչ անենք։ Եվ ասում ենք, Տեր, մեզ ցույց տուր, մենք ինչ անենք։ Մեզ ցույց տուր, ինչ ճանապարհով գնանք, և սպասում ենք ինչ ճանապարհով Աստված աճ, ցախ, չէ՞, բայց Աստծո խոսքը ախր շատ հստակ է ասում։ Ասում է ես եմ ճանապարհը։ Ես եմ ճանապարհը։ Ոմանց համար սա կարող է շատ վերացական թվալ։ Իսկ ուր է Աստված մեզ համար։ Որտեղ է Աստված մեզ համար։ Աստված իր խոսքի մեջ է։ Աստված իր խոսքի մեջ է և էլ որտեղ է Աստված։ Ամենուր է Աստված, հարցը սա չի, բայց էլ որտեղ է Աստված։ Իր վկայությունը որպես կենդանի Աստված իր եկեղեցու մեջ։ Հիմա ես չեմ ուզում այստեղ հասկանում եք բաներ ասեմ, թե հիմա ինչ է նշանակում եկեղեցի, որտեղ է եկեղեցին, չէ՞, որտեղ բոլորն ասում են, այսօր ասում են մենք ենք ճիշտ եկեղեցին, այ մենք եկեղեցի ենք, նա եկեղեցի չի, նա էսա։ Թողեք ես չեմ ուզում այս վեճերի մեջ մտնել։ Ամեն մարդ իր հավատքով թող ընկալի, թե ինչ է եկեղեցին, բայց եկեղեցու բանաձևը Սուրբ Գիրքը ևս տալիս է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, կենդանի մարմինը։ Այսինքն եկեղեցին կենդանի օրգանիզմ է, և եկեղեցին բաղկացած է հավատացյալներից, Քրիստոսին հավատացողներից, Քրիստոսի հետևորդներից, և որտեղ որ մարդիկ հավաքվում են և Քրիստոսին հռչակում են իրենց Տեր և Աստված, դա արդեն և հանձն են առնում հնազանդվել Քրիստոսին, որ դու ես մեր գլուխը։ Մենք ոչ թե ինքնագլուխ ենք, ով ինչ ուզում անում է, ասենք սա իմ անձնական կյանքն է, ես ինչ ուզեմ կանեմ, այլ ոչ, մենք օգնում ենք իրար, մենք ձեռք ենք բռնում իրար, ձեռնտու ենք լինում իրար, չէ՞ ձեռնտու, որ մենք Քրիստոսի օրենքը կատարենք, Քրիստոսին հնազանդվենք, բոլորս իրար հետ, և դա եկեղեցի է, որտև Քրիստոսի մարմինը հենց դա է աշխարհի վրա, և դա է աշխարհի վրա, Փառք Աստծուն դրա համար։ Իսկ Քրիստոս երկնքից վերցված, այսպես երկնքից ասելով, ոչ թե մեր հոգևոր երկնքից, այլ օդից, այսպես օդից պատգամներ, հենց այնպես պատգամներ չէր տալի, ինչպես մենք ենք շատ հաճախ տալիս, մարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ պատգամ իրենք լսեցին, ճիշտ աստվածաշնչյան բառեր կան մեջը շատ, նախադասություններ կան, բայց այդպես էլ չեն հասկանում, թե ինչ պատգամ կար։ Դրա համար մեր պատգամները պիտի կյանքի հետ կապ ունենան, որտև Աստված հեռահար, հեռվում նստած ամպերի մեջ Աստված չի նայ տեսնի, թե ինչ եք անում դուք, նա միջամտում է մեր կյանքին։ Իսկ ինչպես է միջամտում է մեզ ճանապարհ ցույց տալով։ Իսկ ինչպես է այդ ճանապարհը ցույց տալիս իր խոսքի միջոցով։
Լավ։ Երեք Գյումրիում կարկուտ էր, ուժեղ կարկուտ էր։ Երեք շարժի օրը Վանաձորում կարկուտ էր, էլի ուժեղ կարկուտ էր։ Երեք Գյումրիում կարծեմ փչացավ Գարեջրի փառատոնը, չէ՞։ Փչացավ։ Մարդիկ նախապատրաստել էին, տաղավարներ էին կառուցել, երաժշտական խմբեր էին հրավիրել, որ կներեք դժայն, բայց այդ կարկուտը ամեն ինչ, փոթորիկը ամեն ինչ փչացրեց։ Տիկին Մարետան բերեց, նայ, տես Գյումրիում ինչ ա եղել, նայ, տես Վանաձորում ինչ ա եղել։ Այդպիսի պահերին ես անմիջապես հիշում եմ մեր երջանքահիշատակ վեհապար կաթողիկոս Հովան Մանդակունուն, որ մի ճառ ունի, այսպես վերնագրված կարկուտի ահավոր հարվածների մասին։ Այդ ճառի վերնագրի ես շատերիդ առաջարկել եմ, որ կարդաք։ Ուրեմն մենք դա որպես պատիժ ենք ընկալում կարկուտը։ Եվ իհարկե շատ նման է, չէ՞։ Պատժի, երբ երկնքից մեծ թափվում են, չէ՞, գլխիդ, մեքենաների վրա, ծառերի վրա, կարտոֆիլի թփերի վրա, չէ՞, ճակնդեղի թփերի վրա եւ այլն, բերքի վրա, ծորենի վրա փչացնում են ամեն բան։ Կարկուտի դաշան հարվածները։ Երեք որ բերեց ինձ ցույց տալու այդ տեսանյութը, ասի փառք Աստծուն, զարմացավ, ասի փառք Աստծուն, հարևան երկրում այդպես կարկուտի պես հիմա ռումբերն են թափվում։ Ինչ կուզեք, կարկուտ թափվի, թե ռումբեր թափվեն։ Իհարկե համեմատելու բան չի։ Բայց ինչի է այդ կարկուտը երջանքահիշատակ Հովան Մանդակունին, երբ որ խոսում է կարկուտի հարվածների մասին, փորձում է բացատրել ինչու է այդ կարկուտը թափվում եւ ինչ նշան է դա։ Կարող է Աստված թույլ չտալ, չէ՞ բնական աղետներ, որ կարկուտ գա։ Ինչու է թույլ տալիս այս թշվառ ռաղկատ երկրում մարդիկ ծորեն են ցանել, կարտոֆիլ են ցանել, որ իրենց հանապազորյա հացը վաստակեն եւ կարկուտը գալիս ոչնչացնում է։ Մանդակունին ասում է դա Աստծո ողորմությունն է մեզ։ Ինչ ողորմություն։ Ինչ ողորմության մասին է խոսքը, փորձեմ բացատրել։ Վերջին օրերին, վերջին շաբաթներին, գիտեք Հայաստանում ինչ դիսկուրս է ընթանում, հոգևոր դաշտում, հոգևոր աշխարհը պատերազմի մեջ է։ Եվ հոգևոր աշխարհը հայտարարում է, որ աշխարհիկ իշխանությունները, չարը, նեռը, այդպես են իրենք բացատրում թողան, հարձակվում է Սուրբ եկեղեցու վրա։ Լավ։ Եվ պարոն չէ, Սրբազան Աճապահյանի բերանով հայտարարություններ է անում։ Ես ձեզ հարց եմ ուզում տալ։ Ես բնավ ինքս իմ մասին մեծ համարում չունեմ։ Ես մեղավոր մարդ եմ, ինչպես բոլորը։ Բայց հավատում եմ, որ Հիսուսի արյունով սրբված եմ եւ իմ մեղքերը հանուն Հիսուս Քրիստոսի ներված են եւ ես փորձում եմ եւ ես ցկտում եմ ապրել այնպիսի կյանք, որ հաճելի լինի իմ Տիրոջը։ Սա իմ կյանքի նպատակն է։
Ինչքանով է հաջողվում, Աստված չի էս պահին դատում, Աստված մի օր կդատի մեզանից յուրաքանչյուրին, բայց մենք ենք դատում իրար, որովհետև մենք տեսնում ենք մեզանից յուրաքանչյուրի կյանքը։ Եվ ինչքան արժեք կունենա ձեզ համար, եթե ես չսիրեմ Աստծուն և գամ ձեզ ասեմ, որ դուք Աստծուն պիտի սիրեք։ Եվ ինչքան արժեք պիտի ունենա, ես պատվիրանները չպահեմ Աստծո, որ սուրբ են, և գամ ձեզ ասեմ, որ պիտի պահեք։ Եվ ինչքան իմ խոսքը պիտի արժեք ունենա, երբ դուք տեսնեք իմ կյանքը, անօրեն կյանքը, Աստծուն ոչ հաճելի կյանքը, և ես կամ ձեզ Աստծուն հաճելի կյանքի կամ Աստծուն հնազանդության մասին խոսեմ։ Դա ճիշտ չի լինի, և դա ոչ մեկի կյանքը չի փոխի, և դա Աստծուն դուր չի գա։ Եվ գիտեք, ես ձեզ միշտ շնորհակալ եմ եղել և ձեզ միշտ խնդրել եմ, ես գիտեմ, որ ես ձեր տեսադաշտի տակ եմ, մեջ եմ, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, բայց ես առավել, ես բոլորիդ և շատ-շատերի, և ես ձեզ խնդրել եմ, եթե իմ կյանքի մեջ տեսնում եք բաներ, որ մտածում եք, որ Աստծուն հաճելի չի, կամ ձեզ հաճելի չի, խոսեք իմ հետ այդ մասին, ես ձեզ շնորհակալ կլինեմ։ Ես չեմ ընդունի ձեզ ասածը, ձեր ասածը, ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ չի ընդունում, երբ իրեն խոսում են իր սխալների և մեղքերի մասին, ճիշտ է։ Շատ դժվար է մարդը, մի քիչ սև հումորը փորձեք ընկալել իմ ասածի միջի, բայց հետո մարդը մտածում է, երբ որ Աստծո խոսքը մեզ հետ խոսում է մեղքի մասին, դա սկսում է քանդել մեր ներսը, մեր ներսը սկսում է քանդել, կրակ է գցում մեր մեջ և այդ կրակը բորբոքված է և այդ կրակը չի հանգչում, մինչև իր կամքը կատարվի։ Մինչև իր կամքը կատարվի։ Եվ տեսեք, Մանդակունին խոսելով կարկուտի հարվածների մասին, ասում է, որ դա Աստծո ողորմություն է, որ ինչ լինի, որ մենք այսօր, ասենք Տեր Աստված, շնորհակալ ենք, որ մեր գլխին կարկուտ է թափվում, ռումբեր չի թափվում։ Եվ թող այս կարկուտի հարվածները մեզ համար ազդանշան լինեն, որ կարող են ռումբեր թափվել մեր վրա։ Եվ թող այս կարկուտի հարվածները մեզանից յուրաքանչյուրին բերեն Աստծո առաջ ապաշխարության, զղջման, մեղքերի թողություն խնդրելու։ Իսկ ինչ է կատարվում մեր հայրենիքում, երբ եկեղեցին, եկեղեցու անդամը, եկեղեցու հովին ասում է, քո մասին ասում են, որ դու սրբապիղծ ես, որ դու պոռնիկ ես, կներեք։ Ինչ է պատասխանում հովիվը, լավ եմ անում, ձեր ինչ գործն է։ Սա ահավոր է, սա ձեզ չի ասում, սա Քրիստոսին է ասում։ Այս երկրում ապաշխարություն չկա։ Նույնը ասեցին նաև մեր եկեղեցում։ Լավ ենք անում։ Ձեզ բացատրություն տվեցին, երբ որ ինչ-որ հարցերի պատասխաններ դուք ուզեցիք։ Դուք ով եք, որ ձեզ բացատրություն տանք։ Լավ ենք անում։ Ձեր ինչ գործն է։ Սա ձեզ չեն ասում, սա Աստծուն են ասում։ Եվ Աստված
համբերատար սպասում է։ Եվ Աստված ընդամենը կարկուտով կտացնում է մեր գլխին։ Եվ հենց մեր կողքը, մեր հարևանների գլխին ռումբեր են թափվում, որի համար մենք շատ անտարբեր ենք։ Մենք շարունակում ենք քեֆեր անել, գարեջրի փառատոններ անել, գինու փառատոններ անել, մեր թշնամիները մեր 4 կողմը զորավարժություններ են անում։ Մենք գինու, գարեջրի, տոլմի, քյաբաբի, չգիտեմ, խինկալու, տարբեր շնության, գողության փառատոններ ենք անում։ Ընդամենը կարկուտ է գալիս։ Ընդամենը այսպես կտկտացնում է մեր պատուհանին, ուշքի եկեք։ Եվ ես ոչինչ չեմ պահանջում մեր ժողովրդից, ինչ պահանջեմ, երբ ծնողը հարբեցող է, երբ ծնողը այլանդակ է, երբ ծնողի համար ոչ մի սրբություն չկա, դու այդ ծնողի զավակներից ինչ պիտի ակնկալես։ Գիտեք օրինաչափություն չկա, որ լավ ծառը լավ պտուղ է տալիս, վատ ծառն էլ վատ պտուղ է տալիս։ Իհարկե բացառություններ լինում են, որ լավ ծառի վրա կարող է մի հատ որտնած պտուղ լինել։ Բացառություններ լինում են, բայց լավ ծառը լավ պտուղ է տալիս։ Խաղողի վրայից խաղող են քաղում, փշի վրայից խաղող չեն քաղում։ Դա ես չասացի, դա Հիսուսն ասաց, ճիշտ է։ Ուրեմն ինչ որ կատարվում է մեր կյանքում և մեր իրականության մեջ, դա մեր ծնողների, մեր հայրերի, մեր հոգևոր առաջնորդների պատասխանատվությունն է։ Իսկ ինչ է պատասխանում հոգևոր առաջնորդը, լավն է։ Նույն պղծությունը մենք տեսանք մեր իրականության մեջ, երբ մարդիկ, որոնց կյանքի մեջ, որոնց ընտանիքի մեջ, անձնական կյանքի մեջ թերևս պղծություններ կան, եկել են և խոսում են ինչ-որ ուխտի խախտման մասին, ինչ-որ բաների մասին են խոսում, իրենք էլ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Եվ մի ամբողջ եկեղեցի, որ սրբության ճանապարհն է բռնել, որ արդարության ճանապարհն է բռնել, որ Տիրոջ ետևից է գնում, թողեցին փողոցում իրենց դուր չեկավ սա։ Իհարկե պիտի դուր չգար, այնպես ինչպես հիմա որոշ մարդկանց դուր չի գալիս, երբ որոշ հայրերի հովիվների մասին ասում են, որ նրանք վատ վարք ունեն և վատ կյանքով են ապրում, և իրենք էլ հակադարձում են, լավ ենք անում։ Ես ուզում եմ դուք լսեք հիմա, թե ինչ է ասում Աստծո խոսքը դրա վերաբերյալ։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված նամակի ներողություն 10-րդ գլխում այսպես է ասում, ներողություն 9-րդ գլխում, ասում է, չգիտեք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են, թեև բոլորն են վազում, միայն մեկն է առնում հաղթության մրցանակը։ Այնպես վազեցեք, որ հասնեք դրան։ Ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Նրանք, որպեսզի կորնչելի պսակն առնեն, այդ վազողները, այդ սպորտսմենները, որ կորնչե դափն է պսակ են տալիս, չէ՞, կորնչելի կորչող պսակ է
ոչ մի արժեք չունեցող, այս աշխարհի ինչ-որ կարճ ժամանակի համար արժեք ունեցող դափնեպսակ է, ընդամենը։ Նրանք, որպեսզի կորնջելի պսակն առնեն, իսկ մենք, իսկ դուք անկորնջելի։ Արդ ես ճիշտ այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այնպես չեմ կրփահարում իբրև քամի ծեծեի, ինչպես այսօր ցավոք սրտի տեսնում ենք։ Համարյա բոլորը քամի են ծեծում։ Այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը և հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին։ Սիրելիներս, ինչպես պիտի վերանա մեր իրականության մեջ գոյություն ունեցող անառակություններն ու անշնորհքությունները, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ, ինչպես պիտի վերանա, երբ որ ճշմարտության մասին խոսվի եւ երբ որ ինչ որ մարդիկ, տվյալ դեպքում Պողոս առաքյալն է, մարդկանց դեպի այդ ճշմարտությունը առաջնորդել։ Եվ ասում է այդ առաջնորդելու ընթացքի մեջ ես ասում է իմ մարմինը ճնշում եմ, իմ կյանքի մեջ սահմաններ եմ դրել, արգելակներ եմ դրել, որպեսզի չանցնեմ այդ սահմանները, որ ես ինքս խոտելի չգտնվեմ այն բաների մեջ, ինչ որ քարոզում եմ։ Իսկ ինչ եմ քարոզում։ Իսկ ինչ ենք այսօր Քրիստոսի եկեղեցին այս աշխարհի վրա ինչ է քարոզում։ Հիմա կներեք, եթե ձեզ դուր է գալիս, ոնց որ ես տեսա շատերին դուր է գալիս, երբ հոգևորականը հոտի հովիվը ու մեղադրում են բորնկության մեջ, ասում է լավ եմ անում, ձեր ինչ գործն է, եւ սա շատերին դուր է գալ, ճիշտ է ասում, եւ շատ շատերը փորձում են հիմնավորել իր ասածը, սիրելիներս, ճիշտ չի ասում, եւ դրա համար մեր ժողովուրդը այսպես հիվանդ է, եւ դրա համար մեր մեջ այսքան հանցագործություններ կան, եւ դրա համար մեր թշնամիները 4 կողմից նեղել են մեզ։ Եթե դուք երբեմն Սուրբ Գիրք կարդում եք կտեսնեք, ասում է եւ կգան թշնամիները եւ 4 կողմից կնեղեն քեզ։ Ինչի համար, որովհետեւ մենք չենք ճանաչում Աստծո մեզ արած այցելությունը։ Եվ մեր տունը ավերակ կթողնվի, ոչ թե որովհետև Աստված է մեզ թողել, այլ որովհետև մենք ենք Աստծուն թողել հենց այդպիսի արտահայտություններով։ Հովիվը իրավունք չունի ասելու լավ եմ անում։ Հովիվը մարդ է, կարող է ընկնել, կարող է սխալվել։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը թող ծածկի իր հոր մերկությունը, ինչպես Նոյի որդիները ծածկեցին Նոյի մերկությունը, երբ Նոյը հարբած քնած էր։ Իսկ այն մի որդին չծածկեց, այլ աղաղակեց, պապան մեղք էր գործել, բայց այդ որդին, ով հայտարարեց հոր մերկության մասին, անեծքի տակ ընկավ։ Անեծքի տակ ընկավ, Նոյը արթնացավ ու անիծեց այդ որդուն։ Հասկանում եք, այո, պապան կարող է մեղք գործել, հայրը, հովիվը մարդ է, կարող է մեղք գործել, իմ ու քո, որպես որդիներ, պարտքն է ծածկել այդ մերկությունը, բայց չասել, որ լավ եմ անում, լավ ենք անում, լավ չեք անում, մենք այսօր ազգովի լավ չենք անում, մենք լավ չենք ապրում, որովհետև մեր հովիվներն ասում են լավ ենք անում,
Պողոս Առաքյալն ասում է, ես իմ մարմինը ճնշում եմ, ես զսպում եմ իմ ցանկությունները, որպեսզի ես ինքս խոտելի չգտնվեմ։ Ոչ, ես լավ չեմ անում, եթե սխալ եմ անում։ Որպեսզի դուք չգայթակղվեք, որովհետև մենք գիտենք ինչ է նշանակում հայր, եւ երանի նրանց, ովքեր գիտեն ինչ է նշանակում հայր։ Շատերը հայր չունեն եւ ես ցավում եմ։ Շատերը չեն էլ ուզում հայր ունենան։ Այն հայտնի անձնավորությունը, որ եկավ եւ ձեր առաջ փակեց եկեղեցու դուռը, ինքը ասում էր, որ իր հայրը լավը չի, այսինքն բացում էր իր հոր մերկությունը։ Մի ասեք երբեք ձեր հայրերի համար, որ ձեր հայրերը լավը չեն։ Դուք անեծք բերում ձեր վրա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հնարավոր է ձեր հայրը լավը չլինի, բայց նա ձեր հայրն է։ Ու հիմա այս կաթողիկոսի, հոգևոր առաջնորդների, եկեղեցիների այս ոտքից գլուխ, այս տակից էլ վրայից էլ սխալ է։ Սրա մեջ քիչ հարգանք կա Աստծո նկատմամբ, ճշմարտության նկատմամբ։ Գիտեք, հոգևոր հարցերը հոգևոր ձևով են քննվում, իսկ մենք հոգևոր աշխարհում ենք ապրում։ Ճիշտ է, այսօր նյութականն է առաջ եկել, գինու փառատոն, գարեջրի փառատոն, տոլմի փառատոն, ձվածեղի փառատոն, չգիտեմ, եւ այլն, եւ այլն։ Բայց կյանքը միայն այդ նյութականը չի։ Մենք հոգևոր աշխարհում ենք ապրում եւ մենք մարմնով չի, որ պիտի կանգնենք Աստծո դատաստանի առաջ։ Իսկ Աստծո դատաստանի առաջ կանգնելու ենք եւ դա հոգևոր դատ է լինելու։ Դրա համար այսօր ասենք փառքես Տեր Աստված, որ դու այսօր ընդամենը կարկուտով ես մեզ հարվածում, որ մենք ուշքի գանք։ Որ դու մեր անասուններին ես հարվածում, մեզ չես հարվածում, որ մենք ուշքի գանք։ Կներեք մի քանի տարի առաջ 5000 երիտասարդ մատխաշ զինվորներ կորցրեցինք։ Մենք փառք ենք տալիս, որ մեր որդին այսօր նստած է այստեղ պատերազմի օրերին, նստած սպասում ենք ամեն վարքյան իրանից լուր ենք սպասում։ Որտեվ պատերազմ է, երկիրը պատերազմի մեջ է, իսկ նա ծառայության մեջ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր մեր որդին, մեր ընկերը, մեր եղբայրը մեզ հետ է։ Եվ նաև պետք է, որ մեր կյանքում, մեր իրականության մեջ կարկուտ գա, մեր գարեջրի փառատոնը փչացնի, որտեղ այդ պարոնը առաջնորդ է թեմի։ Որ մենք Աստծուն փառք տանք, որ կարկուտ եկավ, չռմբակոծեցին, բայց եթե մենք չապաշխարենք, ամենքս էլ պիտի կորչենք։ Սա ես չեմ ասում, սա ասում է իմ և ձեր Տերը։ Դուք կարծում եք իրանցիները ավելի մեղավոր են, կամ դուք, թե իսրայելացիներն են ավելի մեղավոր, կամ դուք, որովհետև նրանք նրանց քաղաքներն են ռմբակոծում, նրանք էլ նրանց։ Հիսուսը այդպես ասեց, ոչ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք։ Աստված օրհնի ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ես կարդացի Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղղված նամակի 9-րդ գլխի 24-ից մինչև 27 համարները։ Աստված օրհնի ձեզ, թող Տերը
օրհնի ձեր ընթացքը։ Մենք դժվար ժամանակներ ենք ապրում։ Ես ձեզ հայտարարեմ, մեր ֆիզիկական առողջությունը հոգևոր առողջությունից է նաև գալիս։ Բայց իրարից բխող եւ իրարից կախված բաներ են։ Եթե ուզում ենք, որ մեր երկիրը բժշկվի, մենք պիտի բժշկվենք։ Իսկ մենք պիտի բժշկվենք Աստծո առաջ։ Իսկ մենք պիտի բժշկվենք հավատքով։ Իսկ մենք պիտի բժշկվենք հնազանդվելով Աստծո կամքին, ինչպես որ աղոթում ենք, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Այսինքն իմ կյանքի մեջ թող քո կամքը լինի։ Եվ փնտրենք այդ կամքը եւ կատարենք այդ կամքը։ Բժշկությունը այդտեղից է գալիս։ Հիմա իմ հիվանդության մասին ինչ կուզեք մտածեք, թե որտեղից է գալիս։ Մենք մեղավոր մարդիկ ենք։ Այս աշխարհի վրա հիվանդություն կա, որովհետեւ մեղք կա։ Այս աշխարհի վրա մահ կա, որովհետեւ մեղք կա։ Այս աշխարհի վրա արցունքներ կան, որովհետեւ մեղք կա։ Թող Տերը մեզանից յուրաքանչյուրի մեղքերի գիտակցման կարողություն տա։ Եվ այդ մեղքերի համար զղջումով Աստծո առաջ գալու կարողություն տա։ Մեզ ապաշխարելու կարողություն տա։ Եվ այս կարկուտի հարվածները, որպես մեր դուռը ծեծելու, մեր սրտի դուռը ծեծելու հնարավորություն թող լինի։ Փառք Աստծուն, թող Տերը օրհնի ձեզ, թող Տերը պահի ձեզ, թող Տերը օրհնի ձեր անձը, ձեր մարմինը, թող Տերը բժշկի ձեր մարմինը Հիսուս Քրիստոսի անունով։ Տերը մեզ ապաշխարության հոգի տա իր առաջ գալու զղջումով։ Թող մեզ արցունքներ տա մեր կյանքի համար եւ մեր մեղքերի համար լացելու։ Թող Տերը մեզ իրար նկատմամբ ամուր սեր տա, կարեկցանք ու հոգատարություն։ Թող Տերը պահի մեզ, մեր ընտանիքները պահի, մեր եկեղեցին պահի։ Թող Տերը պահի մեր հայրենիքը, մեր հայրենիքի սահմանները պահի։ Մեր որդիներին պահի այդ սահմաններին, Տեր։ Թող Տերը մեր իշխանավորներին իմաստություն տա։ Մեր հոգևոր հայրերին իմաստություն տա։ Եվ թող Տերը փառավորվի իր եկեղեցու մեջ։ Թող Տերը փառավորվի ձեր մեջ։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։ Ամեն։